Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Գոհունակությամբ հայտնում ենք, որ ավարտվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից շնորհավորանք կամ ողջունի խոսքեր ենք լսում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա լրջագույն քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման եւ տարածաշրջանի հսկայական ներուժը բացելու ուղղությամբ։ Բայց խորհրդանական քաղաքական ուժերը ու նրանց շուրջ պտտվող արբանյակները խաղաղության համաձայնագիրը սևացնում են, դարձնում են ոչինչ չասող մի թղթի կտոր։ Այստեղից հարց է առաջանում. իսկ ինչու են այդ քաղաքական ուժերը ու անհատները այդպես արժեզրկում այս շատ կարևոր փաստաթուղթը։ Շատ պարզ է, որպեսզի մարդիկ չվստահեն, կասկածանքով, զայրույթով, վախով, թերահավատությամբ մոտենան ընդհանրապես խաղաղությանը։ Կայունությունը, որի հաստատումից հետո Հայաստանը քաղելու է մի շարք օգուտներ, տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ, որը մեր երկրին բերելու է հզորացում, բարեկեցություն, մեծ հնարավորություններ արարելու, ստեղծելու եւ պարզապես երջանիկ ապրելու։ Այդ ուժերին պետք է այս ամենը, որովհետև այդպիսի պայմաններում իրենք ասելիք չունեն մեր ժողովրդին։ Իրենց ասելիքը մեկն է՝ թուրք, դավաճան, հողատու, հանձնեցին, տվեցին եւ ուռա հայրենասիրական ճառերով հանդես գալ, ճորում ճորթուն խոսելով, ոսկեպարով Արցախ են գնալու, Բաքվում թե ենք խմելու, բայց միևնույն ժամանակ թալանում էին երկիրը, թալանում էին բանակը, փոխարենը ինչ էին անում, իրենց դղյակներն էին կառուցում։ Այդ քաղաքական ուժերը Հայաստանի Հանրապետության շահերից բխող ոչ մի առաջարկ կամ լուծումներ չունեն։ Դրա համար էլ նրանք կարող են միմիայն գոյատևել հարատև կոնֆլիկտի, սպառնալիքների, պատերազմի պայմաններում։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը հասկանալով մենք պետք է ավելի ամուր լինենք միասնական, ուժեղ, համբերատար, ջատակովենք խաղաղությունը, առաջ մղենք միմիայն խաղաղության օրակարգը եւ հաստատուն քայլերով գնանք այդ ուղղությամբ, հասնենք վերջնական խաղաղության, որը բխում է մեր ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերից։ Կեցցե ինքնիշխան ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1